Բժիշկ նիհարել ցանկանում ենք բոլորս։ Ուտել նույնպես։ Հա, կա այդպիսի բան։ 150 կիլոգրամ ավել քաշ ունեցողը ինչ անի։ Ցանկացած դեպքում պայքարը ճարպակալման դեմ սկսվում է ապրելակերպի փոփոխությունից։ 30+-ը դա արդեն ճարպակալումն է։ Միայն այս դեպքում կարող ենք իրականացնել վիրահատությունը, չէ՞։ Հստակ պետք է ունենա բարիատրիկ եւ մետաբոլիկ վիրաբուժությունը չի իրականացվում բուժառուի ցանկությամբ։ Մի փոքրել եկեք պացիենտի օգտին խոսենք, լավ։ Այս ամենը պացիենտի օգտին է։ Չէ, թմբլիկների, լավ, այսպես ասեմ։ Բարև ձեզ, ես Անին եմ։ Մեդֆորումում խոսելու ենք բարիատրիկ վիրաբուժությունից։ Իմ հյուրս Լավմեդ բժշկական կենտրոնի բարիատրիկ եւ մետաբոլիկ վիրաբույժ Երևանի պետական բժշկական համալսարանի դասախոս Լևոն Գրիգորյանն է։ Բարև ձեզ, բժիշկ։ Բարև ձեզ։ Շնորհակալություն, որ հյուրընկալվել եք մեզ, ու այսօր խոսելու ենք թմբլիկներից, ոնց նիհարացնենք իրանց։ Ես եմ շնորհակալ ու շնորհակալ եմ, որ շատ կարևոր ու հետաքրքիր թեմա եք բարձրացրել։ Ինչ է նշանակում բարիատրիկ եւ մետաբոլիկ վիրաբուժություն։ Բարիատրիա տերմինը ինքը, եթե փորձենք ասենք հայերեն, դա ճարպակալումն է, այսինքն ճարպակալման վիրաբույժ, իսկ մետաբոլիկ խանգարումները, դրանք այն խանգարումներն են, որոնք առաջանում են ճարպակալման հետ, փոխկապակցված են բավականին խիստ, դա նյութափոխանակային խանգարումներն են, եւ քանի որ այս վիրաբուժությունը ժամանակը եւ տվյալները ցույց տվեցին, որ ոչ միայն լուծում է ճարպակալման խնդիրը, որը որ սենց ավելի ակնհայտ է, ակնառու է, այլ նաեւ բազմաթիվ նյութափոխանակային խանգարումներ է կարգավորում, այս վիրաբուժությունը այլևս 21-րդ դարում անվանում է բարիատրիկ եւ մետաբոլիկ վիրաբուժություն, որովհետեւ դա արդեն բավականին մեծ դաշտ է փակում։ Բժիշկ նիհարել ցանկանում ենք բոլորս։ Ուտել նույնպես։ Հա, կա այդպիսի բան։ Համով ուտել նույնպես։ Այո, համով ուտել։ 5 կիլոգրամ ավել քաշ ունեցողից մինչև 150 եւ ավելի քաշ ունեցող մարդիկ միևնույն է իրենց խնդիրը մեկն է՝ նիհարել։ Եթե օրինակ 5 կիլոգրամի դեպքում գիտեմ, ասել եք պետք է կանոնավոր սնվել, սպորտով զբաղվել, առողջ ապրելակերպ, ընդունենք 5 կիլոգրամ ավել քաշի դեպքում ես հասա իմ նպատակին, բայց 150 կիլոգրամ քաշ ունեցողը ինչ անի։ Ցանկացած դեպքում պայքարը ճարպակալման դեմ սկսվում է ապրելակերպի փոփոխությունից։ Եվ եթե անգամ մենք սկսում ենք բարիատրիկ վիրաբուժությունից, ինչը այսօր շատ տարածված է, շատ արդյունավետ է եւ փայլուն արդյունքներ է գրանցում անկախ տարբեր ինֆորմացիոն հարթակներում արկա տարբեր ինֆորմացիաներից, միևնույնն է։ Առաջին խնդիրը, որ մենք պետք է լուծենք, այդ թվում նաև որպես բարիատրիկ վիրաբույժներ, դա բուժառուի մոտ կյանքի փոփոխությանը տանող խորհուրդներն են։ Մարդ ունի 5 կիլոգրամ ավելորդ քաշ, ինքն էլ է ուզում նիհարի, ուզում է հեշտ նիհարի։ Ոնց չտրվել այդ գայթակղությանը եւ գնալ բարիատրիկ վիրաբուժության։ Ունի հստակ ցուցումներ էս վիրահատությունը, թե ոչ։ Այո, բարիատրիկ վիրաբուժությունը պետք է հստակ տարբերակենք էսթետիկ վիրաբուժությունից։ Բարիատրիկ մետաբոլիկ վիրաբուժությունը դա վիրաբուժության ճյուղ է, որը զբաղվում է ոչ թե էսթետիկ խնդիրների կարգավորմամբ, այլ առողջական խնդիրների վերականգնումամբ։ Ինչու՞։ Ճարպակալումը այսօր դասակարգված է որպես հիվանդություն, որը ունի իր բուժման հստակ ընթացակարգերը։ Եվ եթե մենք խոսում ենք բուժական գործողության մասին, այլ ոչ թե էսթետիկ շտկումների, խնդրի շտկման մասին, այս դեպքում կան հստակ ցուցումներ, եւ այդ ցուցումները բավականին հստակ ասում են, որ այստեղ կարելի է, այստեղ չի կարելի կամ ցանկալի չէ։ Կան իհարկե լղոզված հատվածներ, բայց դրանք նույնպես այսպես ասեմ, բարեխիղճ բժշկի համար հստակ են եւ հասկանալի են։ Փորձենք դասակարգենք, ինչ ենք հասկանում ճարպակալում ասելով։ Ճարպակալում ասելով հասկանում ենք մարդու քաշային կատեգորիա, որը արտահայտում ենք մարմնի զանգվածի ինդեքսով, որը մի թիվ է, որ մենք ստանում ենք քաշը կիլոգրամներով մետր քառակուսուն, հասակի մետր քառակուսուն բաժանելու, հարաբերելու արդյունքում։ Եւ եթե այս ցուցանիշը 30+ է, մենք խոսում ենք ճարպակալման մասին։ Մինչև 25-ը դա նորմալ է, այդ 25-ից մինչև 30-ը ավելորդ քաշ ենք համարում, իսկ 30+-ը դա արդեն ճարպակալումն է։ Միայն այս դեպքում կարող ենք իրականացնել վիրահատությունը, չէ՞։ Մենք խոսեցինք նաև մետաբոլիկ խնդիրների մասին։ Որոնք են մետաբոլիկ խնդիրները, օրինակ դիսլիպիդեմիաները, երբ որ ժողովրդի լեզվով ասած խոլեստերինս բարձր է, հա, կամ շաքարային դիաբետը,
ինսուլին ռեզիստենտականության խանգարումը։ Մետաբոլիկ խնդիրների մեջ ենք դասում նաև զարկերակային գերճնշումը։ Ճարպակալման հետ փոխկապակցված խնդիրներին ենք դասում նաև քնի օբստրուկտիվ խանգարումները։ Շատ ավելի խնդիրներ փոխկապակցված են հենց ճարպակալման հետ եւ գիտությունը ցույց է տվել, ապացուցողական բժշկությունը ցույց է տվել, որ ճարպակալման խնդրի լուծմանը զուգահեռ այս խնդիրները սկսում են լուծվել։ Համակցենք, հա, եթե խոսում ենք 30-ից մինչև 34.9 մարմնի զանգվածի ինդեքսի մասին, ապա բարիատրիկ մետաբոլիկ վիրահատությունները ցուցված են միմիայն այն դեպքում, եթե մենք ունենք ուղեկցող մետաբոլիկ խնդիրներ։ Իսկ եթե չունենք, բայց ունենք ավելորդ քաշ, թե այդպես չի լինում, ավելորդ քաշի հետ բերում այս ավելորդ քաշ չի, այստեղ ճարպակալում է 30-ից մինչև 34.9, բայց եթե չունենք ուղեկցող մետաբոլիկ խնդիրներ, ինքն իրենով քաշային կատեգորիան միայն բավարար չէ պացիենտին հստակ առաջարկելու բարիատրիկ վիրահատություն։ Եվ ինչու? Երբ որ մենք խոսում ենք վիրահատության մասին, վիրահատության ցուցումների մասին, մենք պետք է միշտ հիշենք, որ ցանկացած վիրահատություն, ցանկացած բժշկական միջամտություն, ինտերվենցիա, անգամ էլեմենտար դեղորայքի ընդունում, ինքը կարող է ունենալ նաև այս կամ այն աստիճանի բարդություններ։ Եվ եթե մենք կշեռքի նժարին ենք դնում վիրահատության սպասվող, ակնկալվող առավելությունները եւ հիվանդության բուժման կամ լուծման արդյունքում ստացվող առավելությունները, այստեղ դեռ մենք չունենք այդ ապացուցողական բազան, որ վիրահատության հավանական բարդությունները արդարացված են սպասվող արդյունքների համեմատ։ Արդեն ավելի բարձր քաշային կատեգորիայում այս ապացուցողական բազան այսօր կա։ Միգուցե վաղը մենք կունենանք նաև այս քաշային խմբի պացիենտների համար, բայց այսօր դեռ հստակ չունենք եւ այս հենց այն մոխրագույն զոնան է, որի մասին ես ասացի, որ կան լղոզված որոշակի քննարկումներ, որոնք ինչ որ միտեղ կարող են ինչ որ մի ձևով արդարացնել, հա, եւ կան որոշ բժիշկներ, որոնք կարճում են այս հանգամանքներից եւ առաջարկում են այդ վիրահատությունը։ Ցավոք սրտի, այստեղ ամեն ինչ մնում է բուն բժշկի պատասխանատվության վրա եւ մնում է նրա խղճի վրա։ Բայց այս կատեգորիայում, եթե չունենք մետաբոլիկ խնդիրներ, պետք է հնարավորինս աջակցել բուժառուին, խնդիրը լուծել ոչ վիրահատական տարբերակով։ Եվ միայն ցանկությունը բժշկի կամ բուժառուի կողմից եւ անգամ նրա եւ 100 հարազատի ստորագրությունը չպետք է բավարարի եւ չպետք է իմ կարծիքով իրավունք տա որևէ բժշկի կատարել գործողություն, որի արդյունքը կարող է անգամ մի փոքր կասկածի տակ լինել։ Որովհետեւ մենք կյանք չենք փրկում այս կատեգորիայում, սա պետք է հստակ հասկանալ։ Երբ որ բժշկության, առավելևս վիրաբուժության մեջ մենք կատարում ենք գործողություն, որոնք ունեն կենսական կարևոր նշանակություն, այստեղ արդարացված են բոլոր միջոցները։ Այստեղ մենք կյանքեր չենք փրկում։ Կյանքեր փրկում ենք այն դեպքում, երբ արդեն մարդ ունի հստակ ճարպակալման որոշակի աստիճան եւ ունի մետաբոլիկ խնդիրներ։ Հստակ պետք է ունենա բժշկություն։ Բարիատրիկ եւ մետաբոլիկ վիրաբուժությունը չի իրականացվում բուժառուի ցանկությամբ։ Դա բուժական գործողություն է, վիրահատություն է, որը ունի հստակ ցուցումներ եւ որը պետք է կատարվի հստակ ցուցումներով եւ միմիայն այդ դեպքում այդ վիրաբուժությունը ունի արդարացում։ Բժիշկ մարդը ունի ճարպակալման այդ աստիճանը, ունի մետաբոլիկ խնդիրները եւ դիմում է ձեզ բարիատրիկ վիրաբուժություն իրականացնելու։ Մի փոքր հասկանանք ինչ է իրենից ներկայացնում բարիատրիկ վիրաբուժությունը։ Բարիատրիկ մետաբոլիկ վիրահատությունները դրանք գործողություններ են վիրաբուժական, որոնք առավելապես իրականացվում են հավեստամոքսային տրակտի այս կամ այն հատվածի վրա եւ որոնք փոխում են ինչպես անատոմիան, այնպես էլ երբեմն ֆիզիոլոգիան եւ ապահովում են կալորիաների քանակության նվազում, ներծծվող կալորիաների քանակության նվազում, առաջացնում է որոշակի դիսբալանս ընդունվող եւ ծախսվող կալորիաների մեջ ի հաշիվ ծախսվող կալորիաների մեծացման, ստացված բացասական այդ հաշվեկշռի արդյունքում մարդը սկսում է կորցնել իր քաշը։ Եթե շատ պարզ փորձենք բացատրենք, ապա այդպես։ Այսինքն, եթե ավելի պարզ փորձենք բացատրել, ապա եթե խոսում ենք այսօր ամենատարածված միջամտության ստամոքսի երկայնակի մասնահատման այն է սլիվ վիրահատության մասին, ապա սա վիրահատություն է, որը
պարկաձև օրգան ստամոքսը գործողության արդյունքում վեր է ածում խողովակաձև մի օրգանի, այսինքն այդ պարկից մենք ստանում ենք աղիքանման մի խողովակ, որը կորցնում է իր այդ մեծ տարողունակությունը եւ պայմանականորեն, եթե այն կարող էր տեղավորել 1.5 լիտր սննդային զանգվածներ, այն սկսում է տեղավորել մոտավորապես մինչև 70-80 կամ մինչև 100 միլիլիտր սննդային զանգվածներ։ Սա բնականաբար բերում է ընդունվող կալորիաների քանակության նվազման եւ մարմնի զանգվածի աստիճանական իջեցման։ Մյուս կողմից նաեւ եթե նույն այս վիրահատության այսքան քննարկված եւ տարածված վիրահատությանը անդրադառնանք, մյուս կողմից ստամոքսում են գտնվում նաեւ այսպես կոչված սովի հորմոնալ կենտրոններից մեկը։ Երբեմն դա շատ սխալ ներկայացվում է, որ միակ կենտրոնը, դա այդպես չէ, եւ պացիենտների, բուժառուների մի զգալի մեծամասնության մոտ դա դոմինանտ կենտրոն է, այսինքն առաջատար կենտրոն է, ակտիվ կենտրոն է եւ այդ ինչից մարդ քաղց է զգում։ Այո, դա հորմոն է, գրելինը, որը արտադրվում է ստամոքսի հատակի շրջանում, որը ուղեղային մակարդակով ազդելու արդյունքում մեր մոտ առաջացնում է քաղցի զգացողություն։ Հեռացման արդյունքում մենք տեսնում ենք, որ բուժառուների մի զգալի մասի մոտ այդ քաղցի զգացողությունը վերանում է։ Դա ցմահ չէ իհարկե, ինչու, որովհետև կան այլ հատվածներ նույնպես պատասխանատու այս հորմոնի արտադրության համար եւ ամենայն հավանականությամբ նրանք ենթարկվում են այսպես կոչված գերաճի եւ կարող են սխալ ապրելակերպի արդյունքում նորից բերել հորմոնի որոշակի բարձրացման, բայց նորից հետ գնալով իմ առաջին խոսքերին պետք է ասեմ, որ վիրահատությունը արդյունքում միևնույնն է նրա մասին է, որ մենք սովորեցնենք բուժառուին ճիշտ ապրելակերպի գնալը եւ հենց այդ է պատճառը, որ մենք երբեք եւ ոչ մի դեպքում չպետք է ներկայացնենք վիրահատությունը որպես մի ֆանտաստիկ փրկող միջոց։ Այո, պետք է փաստենք, որ այսօր չկա առավել արդյունավետ եղանակ ճարպակալման, բուժման հարցում։ Վիրաբուժությունը իր բոլոր թերություններով հանդերձ պայքարի լավագույն մեթոդն է մնում, բայց երբեք այն չի վերցնում բուժառուի ձեռքից իր պատասխանատվությունը եւ երբեք այն չպետք է իրականացվի բուժառուին այն մոտիվացիա, որ վերջ դուք վիրահատվեցիք եւ այլևս ոչինչ պետք չի անել, նստեք դիվանին կամ բասկաթոռին եւ հայելու մեջ նայելով սպասեք թե գեղեցկուհին կամ գեղեցիկը երբ է վերադառնալու, ոչ։ Դա իհարկե թյուր կարծիք է, դա սխալ գովազդ է, դա միգուցե գիտելիքի պակասություն է եւ մենք ցանկացած դեպքում պացիենտին պետք է մոտիվացնենք առողջ ապրելակերպի եւ անգամ նիհարելու պայմաններում, վիրահատության պայմաններում առողջ նիհարելու։ Մենք ստամոքսը փոքրացրել ենք մարդու։ Ֆիզիկապես հնարավոր է շատ սնունդ տեղավորել, թե նա ունի էլի ճկվելու, մեծանալու։ Շատ լավ հարց եք տալիս եւ ես պրակտիկորեն բոլոր իմ բուժառուների հետ այդ հարցը քննարկում ենք։ Բնականաբար սկզբնական շրջանում դա ֆիզիկապես հնարավոր չէ եւ անգամ ուշ շրջաններում նույնպես այդ հեռացված մասնահատված ստամոքսը երբեք չի կարող դառնալ այն պարկանման ստամոքսը, որը որ եղել է նախկինում։ Երբեք դա բացառվում է։ Եթե խոսում ենք մասնահատման մասին, պետք է անուն արդարության նշենք, որ այստեղ մոտավորապես 15% դեպքերում քաշի վերադարձ կարող է դիտվել եւ սա նույնպես մենք մասնավորապես ես իմ բոլոր պացիենտներին ասում եմ, որ տարիների ընթացքում այո որոշ պացիենտների մոտ քաշի վերադարձ կարող է դիտվել։ Այսինքն էլի սկզբունքային մնում է առողջ ապրելակերպը, սպորտը, որպեսզի մարդը կարողանա պահպանել ձեռք բերված արդյունքը գոնե։ Անի ջան, առողջ մարմին կարելի է ունենալ ոչ թե նիհարելու արդյունքում, առողջ մարմին հնարավոր է ունենալ առողջ ապրելակերպի արդյունքում։ Վիրահատությունը մեթոդ է, որը հստակ օգնում է բուժառուին փոխել իր սովորությունները, նայել իր կյանքին այլ կողմից, այլ հայացք ունենալ սեփական ապրելակերպին, այլ հայացք ունենալ ֆիզիկական ակտիվությանը, այլ հայացք ունենալ, կներեք արտահայտությանս համար, բայց չալաղաջին։ Բոլորովին վերջերս հենց արձանագրում էինք ձեր կողմից իրականացված վիրահատության
մեկ դրվագ, մեկ անձի մասով ու հենց մեր օպերատորը հրայրը ասաց, այս մարդը կես մարդ է դառել ու մի տեսակ ոնց չգայթակղվել էլի, երբ որ մարդուն վերադարձրել եք իրապես լիարժեք ապրելու ցանկություն, հնարավորություն, այսինքն երկրորդ կյանք եք նվիրել մարդուն։ Բայց եթե դուք հիշում եք այդ նույն բուժառուի հետ կապված, դուք հիշում եք հավանաբար, որ նա ասեց, որ պետք է գնամ մարզումների, որովհետև եթե Լեոնիկի չիմանա, ինձ կսպանի բառացի։ Այո, բառացի։ Այո, ես կարծում եմ, որ լինելով վիրաբույժ, խնդիրը միայն վիրաբուժական չէ, եւ բնավ վիրաբուժական չէ, ազնիվ լինել պետք է եւ նորից եմ։ Միգուցե այս խոսակցությունների արդյունքում իմ բուժառուների մի մաս անգամ ինձանից հեռանում են եւ գնում են ամպեր, սարեր եւ ձորեր խոստացող վիրաբույժ։ Բայց միևնույն է գնում են մեկ ուրիշի մոտ վիրահատվում, չէ՞ դոկտոր։ Այո, գնում են եւ վիրահատվում, բայց մենք պետք է ազնիվ լինենք առաջինը մեր հետ, երկրորդը մեր բուժառուների հետ, որովհետեւ եթե ես ինքս իմ հետ ազնիվ չեմ, ես չեմ կարող հստակ բուժում իրականացնել։ Եթե ես մի բանի չեմ հավատում այնպես, եւ ես պետք է ուղղակի սուտ խոսեմ, ես դա չեմ իրականացնել եւ բուժառուին ես պետք է վարակեմ եւ փորձում եմ վարակել առողջ ապրելակերպի գաղափարը։ Իհարկե առանցքում ունենալով իմ գործողության գիտականորեն ապացուցված եւ փաստված եւ արդեն տարիներ շարունակ առաջատար դիրքերում գտնվող այդ պայքարի այդ փայլուն մեթոդը։ Գիտեք ինչ, կան իհարկե վիրահատություններ, մենք չխոսեցինք դրա մասին, օրինակ շունտավորող գործողությունները։ Մի փոքր մանրամասներ, ինչ տեսակներ գործում են։ Փորձեմ մանրամասնել, շունտավորող գործողություններ են, որոնք իրականացվում են ոչ միայն ստամոքսի վրա եւ ուղղված են ստամոքսի ծավալի կրճատմանը, այլ դրանք գործողություններ են, որոնք իրականացվում են նաև բարակ աղեգալարների վրա եւ ուղղված են բարակ աղեգալարների մի զգալի մասի դուրսբերմանը մարսողական այդ ցիկլից շրջապտույտից։ Կրճատման, այսինքն ավելի պարզ ասեմ, դիցուք մենք ունենք 6 մետր բարակ աղիներ, մի դեպքում կարող ենք այդ աղին կրճատել 2 մետրով, այսինքն պայմանական 6 մետրից մարսողությանը կսկսի մասնակցել միայն 4 մետրը, մյուս դեպքում կարող ենք ընդամենը թողնել 1.5-ից 2 մետր։ Մենք ստեղծում ենք պայմաններ, որ եթե անգամ բուժառուն թույլ է տալիս այդպիսի չարություններ, պաղպաղակ, շոկոլադեղեն, հեղուկ կալորիաներ, այդ կալորիաները ուղղակիորեն չեն ներծծվում, չեն հասցնում այդ կարճ աղեգալարով անցնելուց մարսվել եւ ներծծվել, յուրացվել։ Այսինքն դրանք ուղղակի հեռանում են օրգանիզմից։ Բայց ցանկացած իշխաննշան երկու կողմ ունի։ Եթե սա մենք դիտարկում ենք որպես դրական կողմ, պետք է հիշենք, որ այդ կարճ աղեգալարի հատվածում նվազում է նաև մեզ այդքան անհրաժեշտ վիտամինների, միներալների, օգտակար նյութերի մեզ կենսական կարևորություն ունեցող օրգանիզմի գոյատևման համար նյութերի ներծծումը։ Այդ իսկ պատճառով, օրինակ, այդ պացիենտները իրենց ողջ կյանքի ընթացքում պետք է ամենօրյա ռեժիմով խմեն մեծ քանակությամբ եւ միներալներ եւ վիտամիններ, որպեսզի այս կամ այն չափով մենք փորձենք դա կոմպենսացնել։ Ամենակննարկվող հարցը բարիատրիկ վիրաբուժության հետ կապված դա արժեքն է։ Ու միևնույն վիրահատությունը տարբեր բժշկական կենտրոններում եւ տարբեր բժիշկների մոտ տարբեր արժեք ունի։ Ինչով է սա պայմանավորված։ Ես կարծում եմ այն գինը, որը որ այսօր արկա է այնտեղ, որտեղ ես եմ աշխատում, եւ այն ծառայությունների որակը, որը որ մենք ենք տրամադրում, լիարժեք արդարացված է եւ լիարժեք համապատասխանում է այն ստանդարտներին, որին պետք է համապատասխանի այս բավականին պատասխանատու ծառայությունը։ Այսօր սրանք բարձր տեխնոլոգիական վիրահատություններ են եւ այս վիրահատությունների ժամանակ օգտագործվում են գերժամանակակից սարքավորումներ, գին որակ, եթե մենք փորձում ենք ընտրություն կատարել, միշտ կանգնում է որակի վրա։ Եվ եթե պացիենտը պատրաստ է վճարել ավելի քիչ, կարող է վճարել ավելի քիչ, ստանալ բուժօգնություն այլ տեղում, նորից եմ ուզում կրկնել, այն գինը, որը որ ձևավորվում է մեր մոտ, պայմանավորված է այն որակով, որը որ ապահովում ենք մենք։ Եվ այսքանով կարծում եմ պետք է սահմանափակենք, մնացածը, եթե ինչ-որ մանր հարցեր կլինեն, կարող ենք պատասխանել սիրով։ Բժիշկ, իսկ մի փոքր եկեք պացիենտի օգտին խոսենք, լավ։
Այս ամենը պացիենտի օգտին է։ Չէ, թմբլիկների, լավ, այսպես ասեմ։ Մարդը դեռ չի հասել այդ ճարպակալման, բայց ունի այսպես քաշի հստակ ավելացում, հա, ժամանակի մեջ։ Կան ավելի նվազ-ինվազիվ մեթոդներ, որպեսզի կանխենք այդ process-ը կամ նվազեցնենք։ Վիրաբուժությունը ունի առաջարկ այս իրավիճակների համար, կուզեմ մի փոքր սրա մասին խոսենք։ Եթե խոսում ենք այս մոխրագույն զոնայում թմբլիկների մասին, ապա այստեղ միշտ պետք է սկսել իհարկե կյանքի էլի ապրելակերպի փոփոխությամբ, բայց կա այսպիսի գործողություն, կա այսպիսի ոչ վիրահատական միջամտություն, ասենք, որը կոչվում է ներստամոքսային փուչիկի տեղադրում, ներստամոքսային փուչիկային պրոցեդուրա, սա վիրահատություն չէ, սա ժողովրդի լեզվով ասած զոնդավորման նման միջամտություն է, ամբուլատոր կարգով կատարվող, երբ ներերակային անզգայացման տակ բուժառուի ստամոքսում դրվում է հատուկ բժշկական սիլիկոնից պատրաստված փուչիկ, որը լիցքավորվում է այնտեղ, թողնվում է այնտեղ 6 կամ 1 տարի ժամանակահատվածով, եւ սա հնարավորություն է տալիս բոլոր մոտիվացված, նորից եմ ուզում շեշտեմ, բոլոր մոտիվացված պացիենտներին ունենալ շանս, հնարավորություն ապրելակերպը փոխելու։ Ինչու եմ այսպես շեշտում, որովհետեւ կա թյուր կարծիք, որ եկանք դրեցինք, բայց երբ ենք սկսելու ուտել խմել։ Էլի գալիս ենք նույն հարցին, որ պետք է սկսել։ Մենք պետք է մեր կյանքին նայենք մի փոքր այլ անկյունից։ Չի կարելի գալ դնել եւ մտածել ուտել խմելու մասին։ Պետք է գալ դնել, եթե դա պետք է։ Ես ասում եմ, որ ներստամոքսային փուչիկը ինքը փոքրիկ օգնող ձեռք է, եւ եթե պացիենտը մոտիվացված է, հասկանում է խնդիրը, նա գիտի իր խնդիրը, այդ փոքրիկ ձեռքը իրեն կօգնի այդ փոսից դուրս գալու, բայց պետք է այստեղ մի փոքր ուրիշ բան էլ ասեմ, որ 6 ամիս կամ 1 տարի հետո, կախված թե ինչ փուչիկ է տեղադրվել, այս փուչիկը այլևս չի լինելու բուժառուի հետ։ Եվ այստեղ ամբողջ պատասխանատվությունը նորից մնում է պացիենտի վրա։ Եվ եթե ինքը օգտվել է այդ ժամանակահատվածից եւ առողջ ապրելակերպի դասերը յուրացրել է ամբողջությամբ եւ իր համար այլևս մեկ կտոր չալաղաջը կամ չգիտեմ այնտեղ պաղպաղակը կամ այլ սնունդը դոմինանտ չեն իր կյանքում եւ դա իր էմոցիաների մեջ ոչինչ չի փոխելու, ինքը հասկանում է, որ դա ընդհանրապես պաղպաղակ է կամ խորոված է կամ ինչ է։ Առանց դրա էլ կարելի է եւ վաղն էլ դա կլինի իհարկե եւ անգամ առանց դրա չասենք, բայց դրա մի մասով էլ կարելի է ապրել եւ որ ինքը պետք է հաճույք ստանա քայլելուց։ Մենք բալոնի տեղադրումով ինչ ենք անում, արհեստականորեն խաբում ենք մեր ստամոքսին, որ կուշտ ենք, որ ինքը լիքն է, թե ինչ գործառույթ է իրականացնում։ Իմ կարծիքը հետեւյալն է, որ բոլոր միջոցառումները, որոնք որ ուղղված են քաշի նվազեցմանը, պետք է բացահայտեն պացիենտի բուժառուի համար մի պարզ գաղտնիք չասենք, մի պարզ ակնհայտություն, այսպես ասենք, որ հնարավոր է ապրել շատ քիչ ուտելով 21-րդ դարում։ Հնարավոր է իրականում դա անել եւ երբեք սնունդը չպետք է կուլտ դառնա մեր համար։ Ախր հեշտ է ասել, որ ձերբազատվի, բայց չի կարողանում, չէ՞, այսինքն խթանող որևէ բան է։ Խնդիրը միանշանակ համաձայն եմ եւ կիսում եմ ձեր ասած բոլոր խոսքերը, բայց խնդիրը միայն անհատով չէ։ Եվ եթե պայմանական X ընտանիքից մեկը եկավ եւ անցնում է կամ բարիատրիկ վիրահատության միջով կամ բալոնավորման, հա, փուչիկի տեղադրման պրոցեդուրայով, այստեղ համակարգը ընտանիքն է։ Եվ եթե ընտանիքում կա այդպիսի սովորույթ, որ ամեն երեկո ժամը 11-ին պետք է մենք բացված սեղաններ ունենանք եւ մինչեւ գիշերվա 3-ը ուտենք եւ խմենք, բնականաբար սա տանջանք է լինելու եւ ամենայն հավանականությամբ անհաջողություն ենք ունենալու այս կամ այն պարագայում։ Մոտեցումը, վերաբերմունքը պետք է փոխել հենց ի սկզբանե, այսինքն դաստիարակությունը սկսում է մանկապարտեզից։ Տան այն ամենափոքր անդամից եւ չպետք է մենք այս գտալը որ չկերար գլխիդ կլցնեմ պայմանական, այս ինչ վիճակա, կինդ սիրուն չի լինելու, եթե ապսետ մաքուր չի չես։ Չէ, ինչի ենք ստիպում, դա էլ հոգեբանական խնդիր է։ Մենք միշտ մեր երեխաներին ստիպում ենք շատակերության, մենք մղում ենք մեր երեխաներին շատակերության։ Որովհետեւ դարերի վեր
մեր մոտ եղել է այն մտածելակերպը, որ գիրությունը դա առողջության խորհրդանիշ է։ Բժիշկ մի հատ էլ անարդարության մասին եմ ուզում խոսել։ Կան չէ մարդիկ են, որ լավ էլ տեղին ուտում են, բայց չեն գիրանում։ Մարդ էլ կա այն մի կտոր ավել կերածը քաշի ձևով վերադառնում է իրան։ Սա ոնց բացատրենք։ Դե ասում եմ ձեր բախտն էլ այդպես է ստացվել։ Իրականում այս ամենի մեջ մեղավորություն ունի նաև մեր գենետիկան։ Մենք պետք է կարողանանք ճիշտ գնահատենք մեր ապրելու պայմանները, մեր ֆիզիկական ակտիվության չափը եւ դրան համապատասխան պետք է սնվենք։ Լավ, այսքան երկար բացատրեցիք, որ ինձ բարիատրիկ չեք անելու, արդյունքում դա հասկացա, գոնե մի բալոն էլ չեք տեղադրելու։ Շատ մոտիվացված եմ նիհարելու։ Ուրեմն կարող եք նիհարել։ Չէ, բայց օգնություն եմ ուզում։ Մենք միշտ պատրաստ ենք բոլորին օգնել, մեծ սիրով։ Եվ ավելին ասեմ, հենց այսօր մի բուժառու եկավ, ով երևի թե մի 10 անգամ կրկնեց, որ այնքան շնորհակալ եմ, որ իմ կյանքը փոխել եք։ Իրական այս խոսքերը եւ նման պացիենտները, նման դեպքերը մեզ մոտիվացնում են եւ արդարացնում են մեր գործողությունները, հասկանում եք, բայց երբեք չպետք է, ես հիմա խոսքս ուզում եմ ուղղել նաեւ իմ գոլեգաներին, երբեք չպետք է փորձել նաև բուժառուներին ցույց տալ այն ճանապարհը, որը վիրահատությունից դուրս է, եւ երբեք իմ կարծիքով չպետք է կատարել վիրահատություն, որից կարելի է խուսափել։ Միջամտություն նույնպես։ Եթե անգամ կարելի է չդնել բալոն, պետք է չդնել բալոն։ Կարող եք այսօր ռոպագանդել, որ պետքա գալ, վիրահատվել եւ այլն, բայց հստակ բացատրեցիք, թե որ դեպքերում ինչու եւ ինչ է մարդուն սպասվում։ Հուսամ, որ հաղորդումը հնարավորություն կտա բուժառուներին մի փոքր այլ անկյունից նայել, անգամ բոլոր այն դեպքերում, երբ որ նրանք կորոշեն բալոնավորման պրոցեդուրային գնալ կամ վիրահատության պրոցեդուրային, բայց միշտ նայել մի փոքր այլ տեսանկյունից եւ մի փոքր հեռու մնալ գովազդային հոլովակներից։ Բժիշկ, մեր ավանդական հարցը պետք է ուղղեմ ձեզ, ինչու գալ Սլավմեդ եւ բարիատրիկ վիրաբուժության համար դիմել հենց ձեզ։ Ճիշտ նրա համար, ինչի համար մնացած բոլոր դեպքերում պետք է գալ, նաև բարիատրիկ վիրաբուժության համար պետք է գալ, որովհետև պետք է վստահ լինել, որ մենք մտածում ենք ձեր առողջության մասին եւ մենք ամեն ինչ պատրաստ ենք անել, որպեսզի օր ու ժամ առաջ վերականգնենք ձեր առողջությունը։ Եվ ես միշտ սիրում եմ այս խոսքը եւ նորից պետք է կրկնվեմ, որ ցանկացած վիրահատություն, որից կարելի է խուսափել, մենք միշտ փորձում ենք խուսափել դրանից։ Այ հենց դրա համար միգուցե եւ արժե գալ Սլավմեդ բժշկական կենտրոն։ Բժիշկ բազմազավակ հայր եք, ինչպես եք հասցնում ընտանիքը եւ աշխատանքը ու մեծ անկեղծ հարցելի արդյոք ձեզ մոտ գոյացող հերթերը խորհրդատվության եւ վիրահատության համար դրանով են պայմանավորված։ Ես ինձ մեղավոր եմ զգում միշտ այն նման հարցերը երբ որ տալիս են, բայց իմ բախտը շատ բերել է։ Իմ բախտը բերել է, որովհետեւ ես ունեմ հիանալի կին, ով նույնպես բժշկուհի է, ով իմ 4 զավակների մայրն է, ով իմ թերևս ամենամեծ թև ու թիկունքն է եւ պետք է հանուն արդարության ասեմ, որ եթե չլիներ այն մեծ աջակցությունը, որը ընտանիքի մասնավորապես իր կողմից եղել է ինձ, ես կարծում եմ այն հաջողություններին, ինչին ես հասել եմ եւ այն հերթերին, որոնց որ ես հասել եմ, ես կարծում եմ, որ չէին լինի։ Բժիշկ, կարծում եմ ձեր բալիկները հպարտանալու առիթ ունեն, որ ձեր նման հայր ունեն ու հենց դա կարող է մի փոքր կոմպենսացնել այդ բացը թողնված։ Հուսակ։ Լավ եղեք, առողջություն ձեզ եւ ձեր ընտանիքին։ Յուրաքանչյուր անձ պետք է պատասխանատվություն կրի իր առողջության համար։ Առողջ եղեք։